Շարժկրանկություն կազմակերպելու համար, որովհետև իսկապես կան իրավիճակներ, որտեղ դժվար է պատկերացնել տարբեր հարցերում խիստ տարաձայնություններ ունեցող, տարբեր տեսակետներ ունեցող մարդկանց հավաքը մի տեղում, մի հարցերում բավականին բարդ է, եւ ես կարծում եմ, որ այս հանդիպումը ոչ թե ուշացել է, այլ հասունացել է։ Սա շատ կարևոր է, որտեղ երբ որ հարցը չի հասունանում, դա շատ արհեստական, այդ հանդիպումները գրող սեղաններն շատ արհեստական են, իրենք շատ արագ փլուզվում են, իսկ այստեղ հավաքված մարդիկ սկզբունքորեն միանշանակ վերաբերմունք ունեն, հատկապես այն հարցերին, որոնք վերաբերում ոչ միայն առաջնական սուպերի եկեղեցուն, այլ նաև այլ բնույթի հարցերին, օրինակ չգիտեմ, համոզված եմ, որ ներկաներից որևէ մեկը օրինակ գերիների հարցը կասկածի տակ չի դնում, որ օրինակ բոլորս միասին պիտի աշխատենք հետևության, կամ Հայաստանի սուվերենության հետ կապված հարցը որևէ մեկը կասկածի տակ չի դնում։ Այնպես որ սա շատ հասունացած է, մենք շատ ճշգրիտ ժամանակին ենք հանդիպում։ Ես ուզում եմ, որ մեր հասարակությունը, մեր լսարանը ոչ ներկաները, այլ մեզ լսող մարդիկ շատ լավ պատկերացնեն խաղի կանոնները, որոնք մասին մենք խոսում ենք, մի մասը սահմանել են ոչ թե մենք մեր սահմանակությամբ, այլ դրանք միջազգային նորմերով սահմանված կանոններ են։ Մարդիկ ունեն խղճի ազատություն, եկեղեցիներ պիտի անկախ լինեն, այս բոլոր կանոնները դրսից են սահմանում։ Եվ երբ որ դրսի ուժեղ խաղացողները սահմանում են այդ կանոնները, հետո մեզ գալիս են ասում են, գիտեք, բոլոր կրոնական կազմակերպությունը ամենայն հարգանքով բոլոր կրոնական կազմակերպությունները, ես իսկապես շատ նորմալ վերաբերմունք ունեմ բոլորին, շատերի հետ աշխատել եմ, շատ ինտենսիվ ենք աշխատել, իրենց խախտված իրավունքների հետ կապված, ես կասեի մեր քաղաքասարակության եւ իրավապաշտպանության հիմնադիր հայրերն ու մայրերը այստեղ ներկա են անձամբ կարող են դա հաստատել, թե ինչքան ինտենսիվ ենք մենք աշխատել, բայց շատ կներեք, կանոնները դուք եք սահմանել, եթե մենք այդ կանոնների համար կռիվ ենք տվել, հիմա եկել է հերթը հասել է մեր ինքնության հետ կապված մեր պատմության ամենամեծ այսպես հատվածը կազմող հայրաքրական եկեղեցու իրավունքները պաշտպանելու ու ոչ մեկի ձեռը դուրս չի գալի, ոչ մի միջազգային կառույց չի խոսում, ոչ մի նամակ գրեք, մի հատ զանգեք, ոնց որ առաջ եք զանգում դիվադաթարանում ասում ես նամակին պատասխանի, այս հանդիպման արի, այս կլորսը, մի անգամ զանգեք հարցրեք, լավ ինձ չեք զանգում, ես դուրս եմ եկել իրավապաշտպանություն, մարդիկ կան, զանգեք հարցրեք, նորմալ այս վիճակը, թե չէ։ Հետևաբար, այո, ես պիտի խնդրեմ բոլոր հանրային հնարավորություն ունեցող մարդկանց, հանրային խոսք ասող մարդկանց խոսեք դրա մասին եւ անպայման նշեք միջազգային կառույցներին, որովհետեւ իրենք շատ լավ, գիտեք, տակ տեղավորվել են։ Երբ որ չեն խոսում, այդ ներկա հասարակությունից այդքան շատ ակտիվ կներ եկել երեխեք, բայց պիտի ասեմ, հասարակությունից այդքան ակտիվ չեն խոսում, այդքան կոշտ չեն քննադատում, տպավորություն է, որ սա ինչ-որ քաղաքական պայքար է, սա այլ կան քաղաքական ուժեր, որոնք հավակնություններ ունեն, որոնք ռևանշիստներ են, որոնք չգիտեմ ինչ են, իրանք իրենց քաղաքական նպատակարարությունից այս եկեղեցու հարցը բարձրացնում տենց չի, սա մաքուր դասական, դասագրական հետապնդում է, նաև կրոնի հիմքով։ Սա շատ կարևոր մեսիջ է, ես կարծում եմ, նաև մի կողմից մեր հասարակությունը պիտի հասկանա, որ կան հարցեր, որտեղ այն մարդիկ, ովքեր երկար ժամանակ իրար հետ կամ տարբեր հարցերում իրար հետ հաշտ չեն, այնուամենայնիվ կարևորագույն հիմնախնդիրներ, որոնց շուրջ մենք պատրաստ ենք հավաքվել, պատրաստ ենք միասին նստել, քննարկել, պայքարել ու դիմադրել նաև։ Եվ նաև միջազգային գործընկերներին հերթական անգամ իրանց այս մեսիջը ուղարկել, որ ժողովուրդ ջան, այս ձեր գծած խաղի կանոնները մենակ չգիտեմ, արտարոց ձեռքերում են աշխատում, թե ի վերջո սա համընդհանուր կանոններ են։ Դիմադրության լավագույն ձևը իմ խորին համոզմամբ դա սեփական օրակարգ ունենալն է։ Մենք պարտավոր ենք որպես, չգիտեմ, էլի մեր սեփական օրակարգը թելադրելու։ Քանի դեռ մենք արձագանքողի դերում ենք լինում ինչ-որ հարցերում, մենք անդադար պարտվել ենք, որտեղ այն, ոնց ասում, դենով վիճակում Նիկոլ Փաշինյանը անպարտելի է, ոչ մեկս չեն կարող այդքան ցածր իջնեն, հավաքական կերպարով չեն կարող այդքան ցածր ինչքան ի վիճակի է իջնել ինքը։ Հետևաբար մենք պիտի մեր օրակարգերը ունենք, եւ այն բոլոր օրակարգերը, որոնց շուրջ մենք կարող ենք ունենալ համախոհություն, ես կարծում եմ շատ հարցեր մենք կարող ենք ունենալ համախոհություն, որտեղ հարձակումը Հայաստանի վրա, մեր պետականության վրա, մեր օրենքների վրա, մեր իրավունքների վրա այնքան ուղղություններով ակնում, որ շատ հարցերում մենք իսկապես կարող ենք համախոհություն ունենալ ու պիտի խնդրեմ, որ չհոգնեք, չներծես մարդկանց, որոնք անհիշելի ժամանակներից են պայքարում ու կրում, այս աուդիտորիան սա երևի ավ չեն հոգնում, հա, ու թարմ են բնում, էդ է լավ բան։ Մեր հասարակությանը, մեր լսարանի, մեր ժողովուրդը պիտի խնդրեմ, չհուսահատեք, չընկճվեք, որովհետև բոլոր հարցերը լուծում ունեն, բոլոր հարցերը լուծում ունեն, ու
ուղղակի ճիշտ գործիքակազմը օգտագործելու հարցը կա։ Ու վերջ, էլի շատ բան կա ասելու, բայց ինձ թվում է ամենակարևորը